Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մենք կրկին օլիմպիադանում ենք հայկական սպորտի դարբնոցում։ Եկել ենք հերթական չեմպիոնի հետևից, իսկ թե ով նա կիմանաք մի քանի րոպեից։ Իդեպ նոյեմբերի 3-ից Երևանում մեկնարկելու է մինչև 23 տարեկանների եւ երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մեր այսօրվա չեմպիոնը մինչև 23 տարեկաների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Գնանք տեսնենք թե ով է նա։ Մենք եկել ենք Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանի մոտ։ Ողջույն Էլիդա, բարև ձեզ։ Վերջին ամիսներին ավելի շատ հավաքների ես լինում, քան տանը։ Հեշտ է հարմարվում այս գրաֆիկին։ Իրականում հա, ու շատ եմ սիրում, քանի որ հենց շատ խորը ընկղմում եմ աշխատանքիս մեջ, ավելի շատ եմ սիրում հավաքների։ Ուսումնամարզական հավաքների ժամանակ շատ կարևոր է, թե ով է թիմակիցդ, ով է սենյակակիցդ։ Նախ ով է սենյակակիցդ եւ ինչպես ես ընտրում այս հանգամանքի ժամանակ։ Պապյան Էլենա, երկուսս մարզվում ենք Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում, տարբեր մարզիչների հետ, բայց շատ լավ ընկերներ ենք, այո։ Ու միասին ենք մնում այստեղ։ Հեշտ է նրա հետ։ Շատ։ Էլեն, իսկ ինչպիսի թիմակից, ինչպիսի սենյակակից է Էլիդան։ Դե Էլիդան ամենաառաջինը լավ ընկեր է, հետո շատ ճիշտ խորհուրդներ է տալիս ու ինքնին շատ փորձ ունի, այդ շնորհիվ ինձ է լավ ոնց որ ասած իր խորհուրդները տալիս։ Հեշտ է նրա հետ սենյակ կիսել։ Հա։ Չի խելացում գիշերը։ Ինչ ասես։ Ինչ գնացինք մարզման։ Հաղորդման հովանավորն է DN8-ը։ Էլիդա եւս մեկ անգամ ողջույն, դու միակ հայ բռնցքամարտիկն ես, որը մինչև 23 տարեկաների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Կարող ենք վստահաբար ասել, որ դու Երևանյան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ես չեմպիոնական հետ-տրիկ անելու վճռականությամբ։ Այդպես եմ տրամադրված, բայց ժամանակից առաջ չեմ ընկնի ու ասեմ, որ հաստատ կլինեմ երակի չեմպիոն Եվրոպայի, բայց տրամադրված եմ հենց այդպես էլ մտնելու եմ ռինգ։ Ինչպիսի մարզումներ ես անցկացրել, ինչպես ես նախապատրաստվում այս կարևոր ստուգատեսին։ Սկզբից անձնական մարզչից հետ եմ շատ լավ աշխատել, սխալների շտկում ենք հիմնականում արել, ունեցել ենք հավաք ֆիզիկական պատրաստականության հենց Ծաղկաձորում սպորտ կոմպլեքս Համալիրում, հիմա արդեն եկել ենք տեխնիկա-տակտիկական հավաքի, լավ պատրաստվել ենք, լավ մարզավիճակում եմ գտնվում այսպես հիմա։ Նախորդ Եվրոպայի առաջնության չեմպիոնությունը քեզ հեշտ չտրվեց։ Զիջում է իր առաջի երկրորդ ռաունդներում ուկրաինացի բռնցքամարտիկին, բայց հաջորդիվ կարողացար հավաքվել եւ փոկել հաղթանակը։ Այս անգամ կրկին բարդ է լինելու։ Ինչպես է տրամադրվում։ Շատ լավ եմ տրամադրվում, ավելի վճռական։ Նախորդ տարի էլ 23 թվականին էլ չեմպիոնությունը շատ դժվար է ինձ տրվել, որովհետեւ վերջի ռաունդից է կախված եղել հաղթանակս։ Այս տարի կուզեմ այնպես անեմ, որ նույնիսկ մեկ վայրկյան կասկածի տակ չդնեմ հաղթանակս։ Բայց եթե անգամ նման իրավիճակում էլ հայտնվեմ, ամեն ինչ անելու եմ, որ մինչև վերջ պայքարեմ ու հաղթեմ։ Կա բռնցքամարտիկ, որի հետ կուզեիր հանդիպել Եվրոպայի առաջնության ժամանակ կամ ինչ-որ մեկը, որի հետ չէիր ցանկանա մրցել։ Չէ, բոլորի հետ էլ կուզեի մրցել, մինչև հիմա էլ չգիտեմ ովքեր են գալու, որ երկիրը որ մարզիկն է ներկայացնելու, թող անակնկալ լինի։ Ես կարևորը լավ պատրաստված եմ մրցմանը։
Էլի դա դու մի մարզաձևում ես, որտեղ ոչ միայն մենամարտից հետո, այլ նաև շատ հնարավոր է մարզումից հետո դուրս գաս ու կապտուկներով դուրս գաս, վնասվածքներով դուրս գաս, որը նույնիսկ հնարավոր չլինի թաքցնել։ Ոնց ես հարմարվել դրան։ Ընդհանրապես չեմ նեղում, կարելի ասել 1 կամ 2 անգամ եմ ունեցել ու անգամ հաճելի է, որ նայելուց կհասկանամ, որ ինչ որ բռնցքամարտով եմ զբաղվում կամ այլ սպորտաձևով։ 9 տարի, ավելի քան նույնիսկ 9 տարի ապրել ես պրոֆեսիոնալ։ Ինչու ընտրեցիր բռնցքամարտը։ Շատ պատահական է եղել, առաջարկ հորեղբայր է սա արել, իսկ զուանը չեմ ուզեցել գնամ, քանի որ վարել եմ 11 տարի ու սովորում էի նույնիսկ Բարի քոլեջում, տենց հորեղբայրը չնեղացնելու համար գնացել եմ 1 անգամ բռնցքամարտի զալ ու մարզվելուց մեկտեղ միանգամից իրարվել եմ այս սպորտաձևին ու փորձել եմ ինձ բռնցքամարտում ու քանի որ շատ լավ է ստացվել մոտես, արդեն շարունակելու ու արդյոք տեսնում եք։ Օգնել է պարը բռնցքամարտին։ Իհարկե, ոտքի աշխատանքը էլ ավելի լավ է, մենք բացի պարելուց նաև ֆիզիկական աշխատանք ենք տարել, ես պարել եմ Արաքսպարային համույթում, որտեղ ֆիզիկական աշխատանքը նույնպես ուժեղացրել են ու որի համար շնորհակալ եմ իմ պարուսիցներից ու օգնել է։ Էլի դու նուրբ, գրագետ ու հմայիչ բռնցքամարտիկի, կին բռնցքամարտիկի կերպար ես։ Արդյոք Հայաստանում կոտրվել է կին բռնցքամարտ կարծրատիպը։ Ինձ թվում է հիմա հա, նախորդ տարիների հետ համեմատած, քանի որ մենք կարողացել ենք մեծ հաղթանակներ տոնել, Անի Հովսեփյանը մեծահասակների Եվրոպայի չեմպիոն է եղել եւ այդպես գնալով էլ ավելի ենք ճանաչվել, կարելի է ասել։ Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը անցած տարի եղան բրոնզե մեդալակիր ու ժամանակ առ ժամանակ ավելի մարդիկ հարմակերպվում են այդ մտքի հետ ու հուսով եմ, որ շատ ուրախ են դրա համար ու էլ չեն քննադատի։ Էլի դա ինչպեսի հայացքների ես հանդիպում, հատկապես տղաների կողմից, երբ առաջին անգամ իմանում են, որ բռնցքամարտիկ ես։ Զարմանք։ Զարմանում են, դեպքեր եղել նաև չեն հավատացել, բայց հիմնականում նորմալ է հիմա կարելի ասել։ Էլի դա մեր հաղորդման ընթացքում ունենք այս անգամ բլից հարցում, կփորձենք 90 վայրկյանում քեզ հարցեր տալ, տեսնենք որքան հարցի կպատասխանես։ Շատ լավ։ Դե ինչ գնացինք, ժամանակն էլ պահած է։ Ով է մեր առաջին օլիմպիական չեմպիոնը։ Վլադիմիր Ենգիբարյան։ Բռնցքամարտի։ Ոչ։ Հատես դժվար հարցեր եք տալու։ Ալբերտ Ազարյան։ Հրանտ Շահինյան, բայց ու շարժվում ենք առաջ։ Ով է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Տեղյակ չեմ։ Հովհաննես Բաչկովը քանի անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն։ Երակի չեմպիոն է։ Քառակի։ Քառակի։ Որքան մեդալ ունես ինք։ Այսքան կարանք ընդհանրապես անենք։ Այդ բլից հարցերը սար ձոր, դրանք տվեք էլի։ Ինչն է ամենաշատը սիրում ձեր հավաքականի գլխավոր մարզիչը Վազգեն Բադալյանը։ Կարգապահություն։ Էլի դա ֆիլմ դիտել թե թատրոն նայել։ Թատրոն։ Եթե կրկին որոշես փոխել մասնագիտությունը, ապա ինչ։ Նորից բռնցքամարտ։ Եթե ընտրես մի ամբողջ օր քնել, թե ուտել։ Ուտել մի։ Հետաքրքիր է եւ ինչ ուտել։ Ամեն ինչ։ 90 վայրկյանը սպառված է, ընդամենը 7 հարց։ Եթերում չեմպիոնի հետն է, մեր չեմպիոնին Էլիդա Քոչարյանին փորձեցինք բացահայտել, բայց շատ կարևոր է նաև հավաքականի գլխավոր մարզչի կարծիքը նրա մասին։ Պարոն Բադալյան, Էլիդա Քոչարյանը ձեր գլխավորած հավաքականի թերևս ամենափորձառուներից է, եթե ոչ ամենափորձառուն։ Որպես հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպես կգնահատեք նրան։ Էլիդային դեռ ճանաչում երիտասարդական հավաքականից, որ այն ժամանակ միացյալ էր հավաքականը, ամենափորձառուն է հավաքականում հիմա։ Շատ կարևոր է, որ իր հաղթանակներով նաև կարող են ոգևորեն թիմակիցներին։ Որն է նրա ամենաուժեղ կողմը։ Տարածության զգացողությունն է, արագությունը, որտեվ իր արագությունը շատ պետք է, ինքը հասակ ունի, ինքը առաջի զորը շատ լավ է աշխատում, ինքը չի թողում իրեն մոտենան, տարածության վրա շատ լավ է աշխատում, այդ իր կարևորագույն խարակտերն է։ Դուք շատ փորձառու մարզիչ եք, իսկ ինչը կուզեիք փոխել նրա մեջ։ Մեկ գնում եմ մերձ մարտի, ասենք մոտիկից աշխատելով, որը ես մշտական նախատում եմ, որովհետև Աստված իրան հնարավորություն է տվել, հասակ ունի, արագություն ունի, ձեռքերը երկար, նա գործ ունի մոտ տարածությունից աշխատելով, որովհետև մոտ տարածությունը հարվածող բոքսորն է շահում։ Ինքը հարվածող չի, ինքը խաղացող բռնցքամարտիկ է, երբ որ նաև խաղում է տարածության վրա, նաև լավ հարված է անում, որովհետև աշխարհի առածան որ մեծահասակների մենամարտ գրեց, հենց այդ ոճով գրել, խաղացրեց, հետ քաշվեց ու խփեց հակառակորդին, լավ
ու մենամարտը բացարձակ առավելությամբ հաղթեց։ Շնորհակալություն։ Ես նշեմ, որ չեմպիոնի հետ հաղորդման հովանավորն է DN8-ը, որը Հայաստանի ազգային հավաքականների պաշտոնական մատակարարն է։ Առաջիկա օրերին Երևանը վերածվելու է բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաքի։ Չեմպիոնի հետը հետևելու է ինչպես մեր չեմպիոնի Էլիդա Քոչարյանի մրցելույթին, այնպես էլ մեր ապագա չեմպիոնների մրցելույթին։ Այնպես որ սպասեք մեզ, եթերում չեմպիոնի հետներ։ Հաղորդման հովանավորն է DN8-ը։